Դու վատ մամա ես, ասաց ինձ 4 տարեկան աղջիկս առաջին անգամ։ Ասել այդ պահին ինձ զգացի ուղղակի չեմ կարող բառերով նկարագրել։ Վիրավորանք, անարդարություն, ջղայնություն, հուզմունք, վախ, տագնապ, բոլոր էմոցիաներս խառնվեցին իրար։ 4 տարվա մեջ նման արտահայտություն ինքը դեռ երբեք չէր արել ու միանգամից սենց բուռն էմոցիաների տակ լացելով ինքը ասեց դու վատ մամա ես։ Ու այն փաստը, որ դու եւ շատերը նկատում են թե ինչքան բան ես անում իր համար, շատ ժամանակ մի կողմ դնելով քո եսը, քո ցանկությունները եւ այլն մամաները կհասկանան։ Չգիտեմ, այդ պահին sense մի հատ մեծ կատաղություն վրաս եկավ, կարծես ուզում էի անապացուցեի, որ դու հեսա կտեսնես, թե որն է վատ մաման, բայց հանդարտվելուց հետո մենք խոսացինք, ես իրան բացատրեցի կոնտրաստը, որն է վատ մաման, որն է լավ մաման, իհարկե կան աշխարհում վատ մամաներ, այդ չեմ վիրավորում ոչ ոքի, բայց կան։ Բացատրելուց հետո օրինակներ բերելուց հետո հարցեցի Միլանա հիմա վերջնական պատասխան տուր հիմա ես վատ մամա եմ թե լավ իհարկե պատասխան արդեն լավ բայց ինչ որ ներքին sense աբիդայի մեջ մնաց որ միգուցե անցնեն էլի տարիներ կամ ինչ որ թեկուզ մի քանի օր ինքը էլի ան այդ արտահայտությունը եւ ինչպես պետք է վարվեմ ես անկեղծ շատ աբիդնի էր հիմա կասեք լավ երեխա է ասեց բայց անկեղծ մամաների համար այդ ամենացավոտ ու ամենա sense նուրբ լարնա, որին կպնելիս սենց աշխարհը տակնու վրա է լինում, ինչև է, հուսամ էլ չի կրկնվի ու այդ ապրումները էլ ես չեմ ունենա, սենց մի տեսակ վախ է նաև մտել, որ էլ չստանամ այդ արտահայտությունը, ես հոգեպես պատրաստ չեմ դա նորից լսելուն։ Գրեք խնդրում եմ եղել է ձեզ մոտ նման դեպք, թե ոչ։